Մետրոյի Զորավարանդրանի կայարանում տեղադրվում է նոր շարժասանդուղք։ Աշխատանքի ծավալն ու ծանրությունը երևում են կայարանի մեքենասրահում։ Շուրջ 2 ամիս սկսել ենք այսպես շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։ Մեր հետևում արդեն նորեն է, մնացել է վերջի 3 կտորը։ Միասին։ Ինչքան տպել իր այժմ մոտավոր 20 օր։ Վարպետների կողքին էլեկտրամեխանիկական ծառայության ղեկավարն է, մետրոյի 40 տարվա աշխատակիցը։ Շարժասանդուղքները Հայաստան բերելուց առաջ տեսել փորձարկել է Չինաստանում։ Առիթը բաց չթողնելով հայտարարում է, չնայած արդիականացման աշխատանքներին, մետրոյի այս կայարանը չի փակվել, սպասարկում է ուղևորներին։ Այդքան ճոխություն մեզ թույլ չեն կարող տալ, որ մետրոպոլիտենը կանգնի, դրա համար մշակել ենք նոր տեխնոլոգիա, որ կայարանը չփակվի, 2 շարժասանդուղքով ուղևորահոսքը ապահովենք, իսկ շարժասանդուղք կարողանանք փոխարինել։ Շահագործումից ի վեր շարժասանդուղքները առաջին անգամ են փոխարինվում նորով։ Զորավարանդրանի կայարանում շարժասանդուղքների վազքը 380,000 կիլոմետր է, թույլատրելիս կրկնակի ավելի, պետք է արդեն 2 անգամ նորոգված լինեին։ Լրացել է նաև ծառայության գործարանային ժամկետը։ Նոր շարժասանդուղքների տեղադրումը հիմնավորում է Ստորգետնյա տրանսպորտի էլեկտրամեխանիկական ծառայության պետը, նշելով առավելությունները, էներգախնայող են, արագությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Այս շարժասանդուղքները ունեն նաև ավտոկանք ռեժիմը, ենթադրում է, որ եթե չկա ուղևոր, ինչի ինքը դատարկված կատարի, ինքը կանգ առնում, սպասում է մինչև հաջորդ սիգնալին կամ հրահանգին, որ ուղևոր եկավ, ինքը կարա տեղափոխել։ Աղմուկը իր հերթին, որտեղ նրանց արագությունը մեծ էր, ծառայության ժամկետներն էլ լրացել էր, մասերը պտտվող, շարժվող, ձգող, բոլորը մաշվել էին, ինչի հետևանքով ունենք աղմուկի բարձր աղմուկի ֆոն, հիմա նույնիսկ մենք աղմուկի ֆոնն ենք իջացրել չափից ցած։ Մարդիկ չեն էլ զգում, որ շարժասանդուղքը աշխատում է։ Հիմա ամբողջությամբ փոխվել են Սասունցի Դավիթ գործարանային կայարանների շարժասանդուղքները, որոնց համար ծախսված գումարը 318 միլիոն դրամ է։ Զորավարանդրանի կայարանի շարժասանդուղքների փոխարինման արժեքը 420 միլիոն դրամ է։ 260 միլիոն դրամով կնորոգեն Հանրապետության հրապարակ կայարանի շարժասանդուղքները։ Որոշեցինք պահպանենք հին շարժասանդուղքը, որտեղ այդքան էլ տեխնիկապես վատ վիճակում չէր, փոխարինեցինք արջանաշապավենը, քաշի շղթաները, հիմա էլ փոխարինում ենք զարդապատերը։ Նոր շարժասանդուղքները, ինչպես եւ հները, ժամում տեղափոխում են 6-ից 7,000 ուղևոր։ Հարցը ոչ այնքան ֆինանսն է, որքան աշխատանքի ծավալը։ Մետրոյի մյուս կայարանների արդիականացման հեռանկարի մասին հարցինի պատասխան Մնացականյանը վստահեցնում է, աշխատանքի ծավալը հսկայական է, արդյունավետ կլինի, եթե փուլ-փուլային իրականացվի։ Մինչև տարեվերջ հույս ունեմ կավարտենք եւ կունենանք 3 կայարանում 9 շարժասանդուղքներ, մենք շահագործում ենք 24-ը։ 24-ից 9-ը արդեն նորերն են, որոնք կծառայեն մինիմում 20 տարի, որից հետո անհրաժեշտ կլինի նորից հիմնանորոգելու, բայց ոչ փոխարինելու։ Մետրոպոլիտենի արդիականացման եւ վերազինման համար վերջին 2 տարում ներդրվել է 6 միլիարդ 300 միլիոն դրամ։ Մայա Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։